Սիրելի հայրենակիցներ եւ գործընկերներ, այնուամենայնիվ հիշենք, որ Տիկին Յուլիանի տեխնատության օրակարգում ենք, ասեմ, որ ես Տիկին Յուլիանին շատ վաղուց եմ ճանաչում, նրա մասնագիտական, մարդկային որակներին քաջատեղյակ եմ, ինչպես կամային հատկանիշներին։ Ես ուզում եմ հավատալ Տիկին Յուլիան, որ ձեզ պիտի ընտրեն եւ ձեզ մաղթում եմ հաջողություն, որովհետեւ վստահ եմ, որ ծառայելու եք Հայաստանի եւ մեր պետականության շահերին։ Ես ուզում եմ քաղաքացիական պայմանագրին հիշեցնել, որ կարծեմ նախորդ գումարման խորհրդարանում ընդունվեց մի օրենք, որը քրեական ենթամշակույթի դեմ պայքարին էր ուղղված։ Եվ հիշենք նաև, որ ընդամենը կարծեմ 20 օր առաջ մենք սկսեցինք մեր աշխատանքները բարեվարկության շատ կարևոր ուղերձով, որին մտքիս մեջ ես ուզում եի հավատալ։ Քիչ առաջ քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող մի այսպես կրքոտ հռետոր մոռանալով ուրեմն այդ խոստումները եւ այլն այստեղ խոսեց մի բառապաշարով, բացառիկորեն անընդունելի մի բառապաշարով, ես ներողություն եմ խնդրում մեր հանրությունից, հատկապես իմ ուսանողներից, բայց պիտի կրկնեմ, այսպիսի արտահայտություն քուչի պանյատներով, կներեք մանավանդ սիրելի ուսանողներ, եւ որևէ դիտողություն չստացավ նախագահության կողմից։ Ես նաև ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը 3 այս նույն ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետը օգտագործեց շատ անթաքույց, շատ հպարտությամբ, մեծ կրքով հետևյալ խոստում հայտարարությունը արեց. Պետք է հրահանգել եմ, պետք է կզցնեն եւ ունեզրկեն։ Եվ սա այն ամենն է, ինչ պետք է ունենալ պատկերացումներ կազմել Հայաստանում արդարադատության, որակի, փիլիսոփայության եւ սկզբունքների մասին։ Հստակ այս ամբիոնից։ Եվ հաջորդ օրը ինչ հաջորդեցին, ինչ գործողություններ մենք բոլորս ականատեսն ենք դրա եւ որոնք շարունակվում են նաեւ։ Քիչ առաջ քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող մի հռետոր փորձում էր ընդդիմությանը սաստել, թե դուք հանկարծ չհամարձակվեք խոսել զինված ուժերի վիճակի մասին։ Դուք չարաչար սխալվում եք, որտեղ զինված ուժերը ձերը չեն, զինված ուժերը Հայաստանի Հանրապետությանն են, եւ մենք ավելի քան ունենք այդ իրավունքը խոսել այդ մասին, եւ ես հիմա ուզում եմ հրապարակել թվեր, որոնք բնականորեն բոլորին են հայտնի, բայց ես պարտք եմ համարում այդ մասին հնչեցնել, որովհետեւ դրանք վերաբերում են ոչ միայն մարդու իրավունքների խայտառակ պատկերին, այլ մեր ողջ հանրությանը։ Ուրեմն 2026 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մահերի թիվը 33-ն է, ընդամենը 8 ամսվա կտրվածքով։ Սա վատթարագույն պատկերն է, որ կարող ենք ունենալ վերջին կարծեմ 1 տասնամյակի ուրեմն պատկերով։ Միայն վերջին 13 օրերում բանակում արձանագրվել է 4 մահվան դեպք։ Մտածեք այդ մասին։ Մտածեք այդ մասին նախքան այս ամբիոնից մեղավորության նիզակներ ուղղելով ընդդիմությանը եւ փորձելով մեզ լռեցնել։ Օգոստոսի 13 Գրիգոր Զաքարյան հրազենային վնասվածքից է մահացել։ Օգոստոսի 19 Սուրեն Վարդանյան մահացել է Ճամբարակի ճանապարհի վրա երթից եւ եւս 6 զինվոր տուժել են խայտառակ հակականոնադրային հարաբերությունների արդյունքում։ Օգոստոսի 23 Էդգար Գևորգյան հայտնաբերվել է դին հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 24 37-ամյա պայմանագրային զինծառայող ըստ պանատեղեկատվության մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, որը դեռևս պիտի ստուգել։ Բնականաբար կասեք, թե նախաձեռնվել է քրեական վարույց, բայց սա ընդամենը մեկ նախադասություն է, որը չի մխիթարում որևէ մեկին եւ չի փակում այն սարսափելի պատկերը, որի առջեւ մենք այսօր կանգնած ենք բոլորս։ Սա իսկապես սարսափելի թիվ է, սա հիվանդ հասարակության, բռնության մշակույթի, քաոսի նշանն է եւ քաղաքացուն նկատմամբ ամենակարևորը քաղաքացուն նկատմամբ սեփական քաղաքացուն նկատմամբ պետության վերաբերմունքի դրսևորում, բայց սա նախ եւ առաջ խոսում է մեր հասարակության մեջ մարդու, նրա ճակատագրի եւ մարդու որպես ամենամեծ կապիտալի նկատմամբ վերաբերմունքի մասին եւ նախ եւ առաջ պետության պատասխանատվության մասին։ Իդեպ օգոստոսի 19-ի վարչապետի որոշումով զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական մի աշխատանքային խումբ է ստեղծվել եւ ո զարմանք այդ աշխատանքային խմբում ընդգրկված չէ ՄԻՊ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ խորհրդարանական երկիր Հայաստանում խորհրդարանը ներկայացնող որևէ
հանձնաժողով մշտական։ Բանակում մի ընդհատեք խնդրում եմ ինձ, ուրեմն այս աղետալի պատկերից հետո նորից ուզում եմ կրկնել այն մի առաջարկությունս, որ հնչեցրել եմ եւ հասկանում եմ, որ այստեղ պետք է քաղաքացիական պայմանագիրներ ունենա այդ համոզումը, որ անխուսափելի առաջնահերթություն է բանակում ունենալու բանակային օմբուդսմեն։ Ես ուզում եմ անդրադառնալ այն ցավալի պատկերին, ինչին անդրադարձան Ագնեսան Խամոյան, Գեղամ Մանուկյան, երեք հակակոռուպցիոն կոմիտեի քննած վարույթի շրջանակներում ձերբակալվել է 6 անձ, նրանց թվում են Արամայիս Ոսկանյանը, որը առանձնատների տնտեսության տնօրենն էր, եւ նրա ընտանիքի 3 անդամներ։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրա կնոջը, 74 տարեկան կնոջը եւ 2 դուստրերի նկատմամբ։ Դատարանը ըստ էության բավարարել է խափանման միջոց, այսինքն կալանք խափանման միջոց կիրառելու քննչական կոմիտեի միջնորդությունը։ Ես ուղղակի մարդկային հարց եմ տալիս, այստեղ նստած նաև բազմաթիվ կանանց ԿՊ ներկայացնող, միթե չկա արդարադատության եւ բարոյականության նվազագույն սահմաններ։ 74-ամյա մայրը եւ 2 դուստրերը, որոնցից մեկը 3 անչափահասի մայր, միայնակ մայր։ Եվ ընդհանրապես թույլ են չեն տվել տեսակցել երեխաներին։ Մենք այստեղ չենք խոսում, ինչպես դուք եք շատ սիրում, անմեղության կանխավարկածը չենք ոտնահարում, մենք չենք խոսում անձի մեղավորության կամ չմեղավորության մասին։ Մենք չենք խոսում այն մասին, որ մեղավորությունը դեռ պիտի ապացուցվի դատարանում եւ անմեղության կանխավարկածը պիտի պահպանվի բոլորի նկատմամբ, բայց մենք խոսում ենք նաեւ թե իրավունքի եւ թե բարոյականության մասին։ Ընտանիքի անդամ լինելը դեռևս հանցագործություն չէ։ Քաղաքական հայացքներ ունենալը հանցագործություն չէ։ Գույքային եւ ընտանեկան կապ ունենալը ինքնին չի կարող փոխարինել անհատական քրեական պատասխանատվության ապացույցին։ Այս ամենը ոչ թե արդարադատության մասին են, այս ամենը քաղաքական հետապնդումների եւ սելեկտիվ արդարադատության մասին են։ Եվ նաեւ այն մասին, որ Հայաստանում արդարադատության անկյունակարը վրեժխնդրությունն է, մարդու արժանապատվության նվաստացումը։ Ես ուզում եմ այստեղ մի բան ասել, կարծեմ Վագն Ալեքսանյանն ասեց, որ բոլորը եւ մի շարք քպայական падգամավորներ, որ բոլորը հավասար են իրավունքի եւ օրենքի առաջ։ Իհարկե դա այդպես է։ Բայց ես ուզում եմ ձեզ հնչեցնել, ձեզ հուշել, որ կարծեմ 1.5 տարի առաջ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, ուշադիր լսեք, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը անչափահաս երեխաներ ունեցող կանանց պարագայում կիրառել խափանման այլընտրանքային միջոց եւ ոչ թե ձերբակալումը, եւ կիրառվել է։ Խնդրում եմ տեղից մի աղմկեք, եւ կիրառվել է, եւ ում պարագայում է դա կիրառվել։ Եվ լավ են արել, որ կիրառել են, ասեմ Արլեն Սիմոնյանի եղբոր կնոջ պարագայում։ Ընդ որում ասեմ ոչ միայն ես, այլև իմ գործընկերուհիները, երբ որ այդ ձերբակալությունը եղավ, մենք նույնիսկ հրապարակային մեր պատրաստակամությունը հայտնեցինք, նույնիսկ անունը չեմ հիշում, այդ կնոջը համապատասխան երաշխավորություն ուրեմն տալ եւ ներկայացնել։ Ես նորից այս ամբիոն օգտագործում եմ նախ եւ առաջ հիշեցնելու, որ իրավունքը պետությունը իր ուժով չպիտի ուղղակի իջնի մարդու իրավունքների վրա։ Պետությունը նրա համար է, որ պաշտպանի մարդու իրավունքները։ Եվ ես քանի որ 1 րոպե ժամանակ ունեմ, ես նույնիսկ անհարմար եմ զգում այս աղետալի ցավալի պատկերից հետո խոսել, այսպես անձնական տիրույթից խոսել, բայց երեք իմ մի նախադասություն այստեղ փորձեց աղավաղվել հատկապես պարոն Փաշինյանի կողմից։ Ես ուզում եմ կրկնել այդ միտքը, որ ես հնչեցրել եմ, մենք ոչ հայրենիքը եւ հիշողությունները մոռանալու համատեքստում։ Մենք ոչ իմ խոսքն է, մենք ոչ ինքնություն ու քաղաքակրթական ժառանգություն չունեցող մանկուրտ չենք։ Մենք ոչ էլ կենտրոնական Ասիայի անապատներից սերող քոչվոր խաշնարած ենք, որ հիշողություն չունենանք։ Մերը մերն է, մեր հազարամյակների հայրենիքը։ Ես 1000 եւ 100,000 անգամ պիտի կրկնեմ այս նախադասությունը։ Իսկ եթե այս միտքը, իսկ եթե կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ թուրքական ցեղերը սերել են կենտրոնական Ասիայի եւ Ալթայի անապատներից, դա արդեն իրենց իմացության առաստաղի խնդիրն է, ինչպես քիչ առաջ ձերոնցից մեկն ասեց, եւ ուղղակի ես հասկանում եմ ձեր գուրգուրանքը թուրքական ցեղերի հանդեպ, բայց իրենց ծագման աշխարհագրությունը կենտրոնական Ասիայի անապատներն են։